Այսօր մեզ է միացել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, բարև ձեզ։ Բարի երեկո։ Սկսենք մի ինտրիգային պահից, Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն ասում է Օրբանի պարտությունն այնքան էլ զարմանալի չէր, բայց հենց ինքն էր գնացել Օրբանին անձամբ աջակցելու։ Հետաքրքիրը իրոք այն է, որ ինչ-որ մի իմաստով այսօրվա ամերիկյան վարչակազմը դարձավ, չեմ ուզում տոքսիկ բառը օգտագործեմ եվրոպական ընտրողների համար, բայց սկզբունքորեն բավական երկար ժամանակ արդեն տարբեր սոցհարցումները ցույց են տալիս, որ Մադյարը առաջ է, քան թե Օրբանը, եւ հատկապես բարձր մասնակցության պարագայում, իսկ դուք հիշում եք արդեն առավոտվանից ժամը 11-ի 1-ի տվյալներով մասնակցությունը ընտրություններին եղել է ավելի բարձր, քան թե նախորդ 2-3 խորհրդարանական ընտրություններին։ Անհամեմատ բարձր։ Հա, եւ դա եւս ասում են, որ նպաստեց դրան, որ անդիմադիր քաղաքական դաշտի ներկայացուցիչները, որոնց Մադյարը կարողացել է միավորել իր շուրջը բուկվալն 2 տարվա ընթացքում, ինչեւ դուք հիշում եք, ինքը եղել է նույն Ֆիդեշի անդամն է եղել, իր տիկինն է եղել է արդարադատության նախարարը, նախկին տիկինը, բայց եղել է արդարադատության նախարարը, որի հետ նրանք բաժանվել են մեկ սկանդալային իրադարձության պարագայում եւ բոլոր դեպքերում վերլուծաբանները, որոնք զբաղվում են Հունգարիայի ներքին քաղաքականությամբ, իսկ ես իրանց դասին չեմ պատկանում, նրանք գուշակում էին, որ ըստ էության Օրբանի հնարավորությունները եւ հավանականությունը, որ ինքը հաղթելու է տվյալ ընտրությունների ժամանակ ավելի ցածր է եւ Մադյարը ունի ավելի մեծ հնարավորությունները հաղթելու այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ այն, որ ինքը ստանում է ըստ էության համանդրական մեծամասնությունը եւ արդեն ներկայացնում է մի շարք առաջարկներ կապված եւ Հունգարիայի արտաքին քաղաքականության, որը ինչ-որ մի իմաստով շարունակությունն է Օրբանի, հա, այսինքն Հունգարիան առաջի տեղում է, համ Տրամպի American First, հա, տվյալ դեպքում Hungarian First, Մադյարը First, եւ այս տեսանկյունից ըստ էության ամերիկյան վարչակազմը երևի ոչ պակաս քան վերլուծաբանները տեղյակ են եղել, որ ըստ էության Օրբանը կարող է պարտվի։ Այսինքն հիմա տեղյակ են եղել եւ այնուամենայնիվ փորձել են փրկել Նույն նրանք ցուցաբերել կան մի շարք եվրոպական քաղաքական գործիչներ, ում հետ Տրամպի մոտ արկա են բավականին լավ եւ անձնական եւ քաղաքական հարաբերություններ եւ Մելոնին եւ Օրբանին պատկանում դրվյալ շարքին եւ Նայջել Ֆարաջը Մեծ Բրիտանիայում, որի մասին եւս խոսում են, բայց էլի կանաչները բրիտանական քաղաքականության մեջ այսօր ավելի առաջ են, քան թե նույն Ֆարաջը կամ լեյբորիստները կամ պահպանողականները։ Այսինքն դա ցուցադրում էր իր դիրքորոշումը, ես չէի գիտեմ արդյոք դա ազդեց ինչ-որ ընտրողների վրա, որ Օրբանին օժանդակել է Տրամպի վարչակարգի ներկայացուցիչը եւ մեծացրել է մասնակցությունը իօքուտ Մադյարին, բայց բոլոր դեպքերում հիմնական լուրջ սոցհարցումները ցույց են տալիս, որ չնայած մոտ են գուցե արդյունքները, բայց Օրբանի շանսերը եղել են ավելի ցած վերընտրման համար։ Ինքը ըստ էության ձևավորեց վարչակազմը, որը ժամանակակից քաղաքագիտության մեջ համարվում է մրցակցային ավտորիտար վարչակարգ, բայց ունենալով տարբեր սյուները տվյալ վարչակարգը կարողացել է Օրբանի օրոք հասնել հարված լիբերալ որոշակի արժեքներին, հա, դատարանները դադարել են լինել անկախ, լրատվամիջոցները ավելի ենթակա են եղել իշխանությանը, խորհրդարանը ըստ էության, ինչ եմ ուզում ասել, գրպանային էր, բայց իրականացնում էր գործադիր իշխանության կամքը, բայց մնաց մի կարևոր ինստիտուտը, որը ձևավորում է ժողովրդավարությունը, դա ընտրությունների ինստիտուտն է։ Այսինքն այն սահմանումը, որը 20-րդ դարի կեսերին Յոզեֆ Շումպետերը ներկայացրեց որպես ինչն է ժողովրդավարությունը, ասելով որ ժողովրդավարությունը դա ըստ էության էլիտաների պայքարը քաղաքացիների ձայների համար, իշխանությունը ձեռք բերելու համար։ Այս էլեմենտար ժողովրդավարության սահմանումը
եւս մի բան եմ շատ սիրում, երբ որ կուսակցությունները պարտվում են ընտրությունների ժամանակ, շատ եմ սիրում այս սահմանումը Ադամ Շևորսկու, դակոտ ըստեղության մենք տեսանք, որ Հունգարիայում դա պահպանվեց, ժողովրդավարության որոշ տարրերը մնացել են, եւ չնայած ասում լիբերալ տարը այնտեղ լուրջ հարված է ստացել Օրբանի ժամանակ, այս էլեկտորալ ինստիտուտների պահպանումը եւ արդարության պահպանումը ընտրությունների ժամանակ իր դերը как бы խաղաց։ Դե հայտնի է, որ Օրբանը նաև Հայաստանի համար էր խնդիրներ ստեղծում, հատկապես Եվրամիության հետ։ Շատերի համար էր ստեղծում խնդիրներ եւ Հայաստանը իր օրակարգի մեջ առաջին նշանակություն չունեցող երկիրն է եղել, չնայած մենք բազմիցս կարդացել ենք դրա մասին, որ խաղաղության հիմնադրամից ինքը վետո էր դնում որոշակի գումարները Հայաստանին հատկացնելու համար, շատ մոտ է եղել почему-то խառնելով Բուդա եւ այլ Ատիլայի եղբոր անունը, ասելով որ Բուդան դա Ատիլայի եղբայրն է, երբ որ ներկայանում էր թուրքական աշխարհում, ինքը այնտեղ էր փորձում ներկայանալ Հունգարիան, ինքը խնդիրներն էր ստեղծում Եվրոմիության համար, այն տեսանկյունից, որ վետոյի հնարավորություն էր կիրառում Ուկրաինային որոշակի գումարներ հատկացնելու, բայց Մազյարը հայտարարեց, որ ինքը հանդես չի գալիս որպես Ուկրաինայի արագ Եվրոմիության անդամակցելու կողմնակիցը եւ առայժմ Եվրոմիությունը ասում են, որ ներկայացրել են մոտ 30 տարբեր պահանջներ Մազյարի կառավարության առջև Հունգարիան 35 միլիարդ օժանդակություն տրամադրելու տեսանկյունից։ Այսինքն Օրբանը եղել է այն քաղաքական գործիչը, որը ստեղծում էր խնդիրներ Եվրոպայում, եւ հիմա հարցը արդյոք Ֆիցոն հանդես է գալիս որպես այս գործի շարունակող։ Մնաց Ֆիցոն։ Նույնք հարաբերականներ վերջերս է ընտրվել Օրբանը զբաղեցնելով նախագահի թշնամու սկզբից, հետո վարչապետի պաշտոնները վերջի ինչքան 16-20 տարվա ընթացքում, որը դրդեց Մազյարին հայտարարել, որ վարչապետը չի կարող զբաղեցնել պաշտոնը իր առաջարկի ավելի քան 2 անգամ, իրենց մենք ունենք վերջի ժողովրդավարություններում օրինակ Անգելա Մերկելի, որը եւս մոտավորապես 20 տարի 4 ընտրություններից հետո Բունդեսթագի եւ պահպանում էր կանցլերի պաշտոնը, այսինքն խորհրդարանական ժողովրդավարություններում դա հնարավոր է ի տարբերության Մերկելը տարբերվում է նրանցից, որ երբեք Գերմանիային չփորձ է ստանել ավտորիտար ռեժիմի հաստատման։ Գերմանիան ստացել է շատ լավ պրիվիվկեն post երկրորդ աշխարհային պատերազմից հետո ավտորիտար եւ այլ ոչ ժողովրդավարական շարժումների դեմ։ Փաստորեն փաստենք, որ Օրբանի պարտվելը լուրջ կորուստ էր նաեւ Մոսկվայի համար։ Ռուսաստանի համար Օրբանը հանդես էր գալիս որպես այլ եվրոպական գործիչներից մեկը, որը այս կամ այն կերպ մինիմալ ձևով, բայց ընդունելի էր որպես զրուցակից Կրեմլի համար, բայց մեկը Հունգարիան դիտվում էր որպես ոչ բարեկամ երկիրը, հաշվի առնելով, որ Հունգարիան մեծ հաշվով մեկը միացել է այն սանկցիոն ռեժիմին, որը կիրառվում է Ռուսաստանի դեմ, եւ ինչպես դուք հիշում եք, Ռուսաստանի նախագահի խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը չի շնորհավորելու Հունգարիայում նոր կառավարությանը, ոչ թե այն պատճառով, որ կոնկրետ քաղաքական գործիչն է հաղթել, այն այլ պատճառով, որ տվյալ երկիրը վերջի հանդես է գալիս որպես ոչ բարեկամական երկիր, այսինքն այս տեսանկյունից ամեն ինչը հարաբերական է։ Հիմա Հայաստանն էլ է պատրաստում ընտրությունների։ Հայկական ընտրությունների նկատմամբ արտաքին հետաքրքրությունը այս անգամ ինչու է այդպես ընդգծված։ Ինձ թվում է ցանկացած երկրի նկատմամբ, որտեղ կարող են տեղի ունենան իրադարձությունները, որոնք տեսականորեն կարող են ազդել արտաքին քաղաքականության համար, հանդես են գալիս որպես հետաքրքրության առարկա բազմաթիվ դերակատարողների համար, որոնք անտարբեր չեն տվյալ երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Չնայած ես միշտ եւ ձեր լսարանում եւ այլ լսարաններում ասում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է լինի առաջի հերթին պրոհայկական, բայց այս պրոհայկականության քաղաքականության իրականացման տեսակետները, տեսլականները, միջոցները եւ տեսակետները տարբեր քաղաքական ուժերի մոտ տարբեր են։ Դրա համար
տվյալ պարագայում պարզ է, որ եւ տարածաշրջանում եւ 3+3 ձևաչափի շրջանակներում եւ գլոբալ շրջանակներում բոլորին հետաքրում է թե ինչ է լինելու հունիսի 7-ից հետո եւ ինչպիսին է լինելու արտաքին քաղաքականությունը այն քաղաքական ուժի կողմից, որը ձեռք է բերելու միանձնյա կամ կոալիցիոն մեծամասնությունը ՀՀ ազգային ժողովում։ Երևի դրանով է բացատրվում նաև ԵՄ կողմից մասնակցությունը այս ընտրություններին։ Չէ, հայաստանյան ընտրություններում մասնակցում են հայկական քաղաքական գործիչներ, եթե խոսքը գնում է դիտորդական առաքելությունների մասին, դուք շատ լավ հիշում եք, որ դիտորդական առաքելությունները կարող են ներկայացված լինեն տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից եւ սովորաբար խոսքը գնում է ՀՀԿ-ի ODIHR-ի, դիտորդական առաքելության մասին, որը հանդես է գալիս որպես ժամանակակից ընտրական գործընթացների անբաժանելի մասը, կարելի է ասել։ Այդ թվում նաև օրինակավոր նույն 2018 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ նույն ՀՀԿ-ն ուղարկել է մոտ 2000 դիտորդ, որոնք ներկա են եղել այս ընտրություններին եւ երկարատև երկպատճառաժամկետ դա կոչվում է long term observers եւ short term observers, դիտորդական առաքելությամբ դա նորմալ է եւ դուք շատ լավ հիշում եք, որ եւ այն կազմակերպությունները, որոնց անդամակցում է Հայաստանը, նույն ԱՊՀ-ն եւս ուղարկում է իր դիտորդական առաքելություններ եւ նրանք լինում են ինչպես միջազգային, այդպես էլ տեղական, այսինքն խնդիրը կայանում է դրանում, թե ինչպես է վերաբերում այս դիտորդական առաքելությանը համապատասխան երկրի ընտրական օրենսգիրքը եւ համապատասխանորեն նրանք գործում են այս օրենսգրքի շրջանակներում եւ դիտորդական առաքելությունները մեկ կողմից հանդես են գալիս որպես այս watchdog-երը, այսինքն կառույցները, որոնք հայտնում են աշխարհին ինչն է տեղի ունեցել, մյուս կողմից նրանք մեծացնում են լեգիտիմությունը համապատասխան ընտրությունների արդյունքում, եթե նրանք հաղորդում են աշխարհին, որ ընտրությունները անցան դասական ազատ եւ արդար ձևաչափի շրջանակների մեջ։